Ողջունում եմ ձեզ հայկական խոհանոց ալիքում և առաջարկում եմ 3 տարբերակ, թե ինչպես պահել խաղողի տերևները ձմռան համար։ Խաղողի տերևներով պատրաստված տոլման, որը մենք անվանում ենք թփով տոլմա, հայկական խոհանոցի ամենահամեղ այցեքարտն է։ Ցանկացած հայ տնային տնտեսուհի ամսվա մեջ մի քանի անգամ պատրաստում է խաղողի տերևներով թփով տոլմա, իսկ խաղողի տերևները անընդհատ ձեռքի տակ ունենալը շատ հարմար է։ Առաջարկում եմ միասին հավաքենք խաղողի տերևները և պահեստավորենք 4 տարբերակով, որից մենք օգտվում ենք երկար տարիներ և միշտ արդյունքը հիանալի է։ 4 եղանակով խաղողի տերևները պահեստավորելը շատ արագ է ստացվում, ես ձեզ կառաջարկեմ 3 տարբերակ, օգտվեք այն տարբերակից, որը ձեզ ավելի հարմար է։ 4 պահեստավորման համար քաղում ենք բեղիկների մոտ գտնվող նուրբ և փափուկ տերևները։ Պետք չէ քաղել խոշոր և կոշտ տերևները, որոնք եփելու համար շատ երկար ժամանակ է պահանջվում։ Մկրատի օգնությամբ կտրում և հավաքում ենք նուրբ և փափուկ տերևները։ Այսպես փունջ-փունջ հավաքում ենք խաղողի տերևները։ Երբեմն խանութից գնված խաղողի տերևներով տոլմա պատրաստելու համար շատ երկար ժամանակ է պահանջվում, միսը և բրինձը եփված է լինում, իսկ տերևները ոչ։ Դա ստացվում է կոշտ խաղողի տերևներ պահեստավորելու արդյունքում։ Ահա խաղողի տերևները պահեստավորելու 3 տարբերակը։ Կբացենք անցած տարվանից պահեստավորված խաղողի տերևները, որպեսզի համոզվեք, թե որքան լավ են պահպանվում։ Նախքան պահեստավորել խաղողի տերևները տեսակավորում ենք ըստ չափերի։ Եթե տեսակավորելու ընթացքում նկատում ենք վնասված տերևներ, դրանք հեռացնում ենք։ Այսպես կարելի է փաթաթել համաչափ տոլմա, երկար կամ կարճ։ Նշված 3 եղանակներով կարող եք պահել նաև ազնվամորու տերևներ։ 4 պահեստավորման ժամանակ անհրաժեշտություն չկա տերևները նախապես լվանալ, որպեսզի տարաների մեջ ավելորդ խոնավություն չլինի, ինչը կփչացնի տերևները։ Վերցնում ենք կես կամ 1 լիտրանոց շշեր, լավ լվանում ենք և չորացնում ենք։ Վերցնում ենք 2-ից 3 խաղողի տերևներ, ծայրի հատվածից փաթաթում ենք դեպի պոչի հատվածները, որպեսզի դրանք չվնասվեն և տեղավորում ենք շշերի մեջ։ Այսպես լցնում ենք այնքան, մինչև շշերի մեջ ազատ տեղ չմնա։ Օգտագործելուց առաջ խաղողի տերևների վրա լցնում ենք եռմանջուր, թողնում ենք 5-ից 7 րոպե, լավ լվանում ենք և այնուհետև օգտագործում ենք։ Այս եղանակով պահեստավորած խաղողի տերևները կարելի է պահել 1-ից 2 տարի։ Շշերը պետք է դնել մութ և սառը տեղ, կարելի է պահել մառանում։ Երբ շիշը կիսով չափ լցված է, վերցնում ենք ձող և սեղմում ենք, որպեսզի ազատ տեղեր չմնան։ Հարգելիներս, եթե նոր եք միացել հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը, չմոռանաք նաև հավանել տեսանյութը։ Հայկական խոհանոց ալիքում կգտնեք խաղողի տերևներով, պասուց և մսով շատ տոլմաների բաղադրատոմսեր։ Բաղադրատոմսերի հղումները կթողնեմ նկարագրությունների բաժնում։ Այսպես երկար ձողով սեղմում ենք, որպեսզի ազատ տեղեր չմնան։ Ես օգտագործում եմ սովորական խոհանոցային շերեփ, կարևոր է, որ ծայրը սուր չլինի, որպեսզի տերևները չվնասվեն։ Կես լիտրանոց շշի մեջ պահեստավորած խաղողի տերևները բավական է 4-ից 5 հոգանոց ընտանիքի համար թփով տոլմա պատրաստելու համար։ Եթե ձեր ընտանիքը բազմանդամ է, տերևները կարող եք պահեստավորել 1 լիտրանոց շշերի մեջ։ Երբ շիշը ամբողջությամբ լիքն է, փակում ենք և մի կողմ ենք դնում։ 3 օր անց շիշը զգուշությամբ մի փոքր բացում ենք, որպեսզի ավելորդ կուտակված գազերը դուրս գան, և այնուհետև տեղավորում ենք մառանում և պահում ենք 1-ից 2 տարի։ Սա խաղողի տերևները պահեստավորելու առաջին տարբերակը, որից օգտվում ենք մոտ 15 տարի։ Մյուս տարբերակում վերցնում ենք մեկանգամյա օգտագործման այսպիսի տարա, նույն ձևով ծալում ենք տերևները և գեղեցիկ շարում ենք։ Խաղողի տերևները փաթաթելուց հետո պետք է պահենք սառցախցիկում։ Այս եղանակով պահեստավորած խաղողի տերևները շատ հարմար է օգտագործման համար, կարող ենք վերցնել այնքան խաղողի տերևներ, որքան անհրաժեշտ է մեկ անգամ տոլմա փաթաթելու համար։ Ի դեպ, քանի որ տերևները փաթաթում ենք, սառցախցիկից հանելուց հետո դրանց ծայրերը չեն վնասվում և չեն փշրվում։ Եթե խաղողի տերևները լվանակապանոր դնեք սառցախցիկ, սառցախցիկից հանելուց հետո ծայրերը վնասվում և փշրվում են, և անհնար է փաթաթել գեղեցիկ տոլմա։ Երրորդ տարբերակում տերևները դնում ենք մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների մեջ և կրկին դնում ենք սառցախցիկ։ Վերջին 2 տարբերակից կարող են օգտվել այն տնային տնտեսուհիները, ովքեր ունեն մեծ սառցախցիկ։ Ահա խաղողի տերևները 4 պահեստավորելու 3 տարբերակ։
Մեկնաբանությունների բաժնում գրեք, թե խաղի տերևները պահելու որ տարբերակն եք դուք նախընտրում։ Կես լիտրանոց շշերը միասին լցրեցինք, որոնց մեջ խաղի տերևները դեռևս կանաչ են։ Իսկ ահա 1 լիտրանոց շշերի մեջ խաղի տերևները պահեստավորվել են 1 տարի առաջ։ Մի քանի օր անց կես լիտրանոց շշերի մեջ գտնվող խաղի տերևները ևս այսպես կդեղնեն։ Իսկ հիմա 1 լիտրանոց շիշը բացենք, որպեսզի տեսնեք, որ նույնիսկ 1 տարի անց որքան լավ են պահպանվել տերևները։ Տերևները շատ հեշտությամբ իրարից առանձնանում են, տեսեք, թե որքան լավ են մնացել և չեն փշրվում։ Օգտագործելուց առաջ խաղի տերևների վրա եռմանջուր ենք լցնում, մի լավ լվանում ենք և օգտագործում։ Իդեպ, եթե շիշը բացել եք և ամբողջը չեք օգտագործել, մնացած խաղի տերևները կարող եք տեղափոխել սառցախցիկ և օգտագործել հարկ եղած դեպքում։ Դե ինչ հարգելիներս, ահա խաղի տերևները պահեստավորելու 3 տարբերակ։ Ես 3 նշված տարբերակներից շատ հավանում եմ շշի մեջ պատրաստվող տարբերակը։ Դե ինչ, պահեստավորեք խաղի տերևները ձմռան համար, պատրաստեք համեղ անմահական հայկական տոլմա, եղեք առողջ և օրհնված, ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։